Այսօր մեծարում էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներին, հայրենիքում են հավաքվել նաև արտասահմանյան ակումբներում հանդես եկող մեր ազգային թիմի ֆուտբոլիստները։ Մեր ֆուտբոլային աստղերին, որոնք անցած մրցաշրջանում գերազանց ֆուտբոլ խաղացին, մեծարելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ ու հյուրեր։ Երեկոյին մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Միշտ պետք է մեծ խնդիրներ դնել ու ես միշտ ասել եմ, որ բարձունքում մնալը ավելի դժվար է, քան տեղ հասնելը ու քանի որ սա շատ երիտասարդ հավաքական է, ինքը անդադ պրոգրես պետք է ապրի ու ես հուսով եմ, որ պրոգրեսը կշարունակվի։ Մենք ունենք շատ լավ հավաքական, շատ լավ երիտասարդ թիմ, որը կկարողանա նաև հաջորդ տարիների ընթացքում նույն արդյունքը ցույց տալ եւ նորից ուրախացնել մեր հայ ժողովրդին։ Մենք պետք է կարողանանք անենք ամեն ինչ, որպեսզի ամեն խաղում հաջողության հասնենք եւ ապացուցենք, որ մենք ուժեղ հավաքական ենք։ Հենրիկ Մխիթարյանը իր խաղով, իր գոլերով ինձ թվում ավելի լավագույնն է։ Իսկ ինչ կարող ենք անել, կարևորը որ տղաները շատ քթերը չբարձրացնեն եւ շարունակեն աշխատել նույն ձևի։ Ինձ թվում է կարող է դաժե ավելի լավ արդյունք ստացվի։ Ինչ հետք թողեց վերջին մրցաշրջանը մեր ֆուտբոլային տարեգրությունում, ովքեր եւ ինչպես աչքի ընկան, ինչ կարծրատիպեր կոտրեցի մեր ֆուտբոլիստները եւ ինչ սպասելիքներ պետք է ունենանք արդեն հաջորդ մրցաշրջանում։ Մրցաշրջան 2010-11-ն ամփոփում է իմ գործընկեր Էդուարդ Քալանթարյանը։ Ավարտվում է 2011 թվականը, դրա հետ մեկտեղ ավարտվում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական մրցափուլը, սակայն անվանել այն հերթական այդքան էլ ճիշտ չէ։ Այն արտասովոր էր, գերհագեցած, ուզումնալից եւ հուսադրող։ Մի խոսքով այն լավագույնն էր մեր ընտրանու պատմության մեջ։ Հայաստանի հավաքականը շատ բան փոխեց ազգի մտածելակերպում, շարունակելով շախմատիստների սկսած գործը։ Այժմ արդեն ոչ ոք չի կարծում, որ հայերը թիմային ոգի չունեն, որ համագործակցելու հարցում կաղում են եւ որ թեթևակի անհաջողությունից հետո հուսահատվում են։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը համալրեց շախմատիստների չինաստանյան հաղթանակը եւ 2011-ը դարձրեց մարզական ձեռքբերումների տարի։ Իր ամենահաջող ընտրական մրցաշարը մեր հավաքականը սկսեց դեռ 2010-ի սեպտեմբերի 3-ին։ Իռլանդիայից կրած 0-1 հաշվով պարտությունը դառն էր, որովհետև մենք մրցակցին գերազանցում էինք շատ դրվագներում եւ բաց թողեցինք ոչ պարտադիր գնդակ 76-րդ րոպեին։ Դրան հետևեց Սկոպիեում մերոնց կողմից խաղարկած այսպես կոչված ռուսական ռուլետկան, որտեղ բախտը մեզ չժպտաց։ Սակայն Հայաստանի հավաքականն այդ բախտորոշ թվացող կրակոցից հետո մնաց կանգուն, որքան էլ դա իրատեսական չէր թվում։ Հաջորդ երկու խաղերում մեր ֆուտբոլիստները կյանքի կոչեցին Վարդան Մինասյանի բոլոր մտահղացումները։ Խմբի ֆավորիտներից մեկը Սլովակիան Երևանում իր մաշկի վրա զգաց հայ ֆուտբոլիստների ողջ ներուժը։ Կայծակնային արագություն, պահերի գրեթե կատարյալ օգտագործում եւ իհարկե անմնացորդ նվիրվածություն մինչեւ վերջին վայրկյանները։ 4 օր անց պարզվեց, որ Հայաստանի հավաքականը նաև ֆիզիկապես է լավ պատրաստված։ Սլովակիայի հետ ծանրագույն խաղից հետո մեր ֆուտբոլիստները նախանձելի թեթևությամբ լուծեցին Անդորայի հարցերը ու կրկին գոլերը բոլոր ճաշակների համար էին։ Առաքելության հաջորդ մասը նախատեսված էր այս տարի։ Հիմա, երբ ընտրական մրցաշարն ավարտված է, կարող ենք համարձակ ասել, որ մարտի 26-ին Երևանում եւ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հավաքականը մեր ձեռքից լավ պրծավ։ Սեփական դաշտում մենք լավագույն մարզավիճակում չէինք, իսկ մրցակցի արկիտակ մեզ հավասարակշռությունից հանեց Մարկոսի գոլին հետևած արագ պատասխան գնդակը։ Պավլյուչենկոյի հետրիկը եւ ռուսների 3-1 հաշվով հաղթանակն իրականությանն այդքան էլ չէին համապատասխանում։ Ինչպես եւ նախորդ տարի մեկ ոչ ոքից եւ մեկ պարտությունից հետո Հայաստանի հավաքականին սպասում էին Անդորայի ու Սլովակիայի հետ զուգակցված խաղերը։ Այս անգամ դրսում։ Ու կրկին այդ խաղերը դարձան մեր վերելքի փայլուն դրսևորումը։ Անդորան այս անգամ մեզանից 3 գնդակ բաց թողեց, բայց դա մեր ֆուտբոլիստների հաղթանակն էր արդեն վարպետության շնորհիվ, որը ձևավորվել էր այս ընթացքում։ Իսկ Սլովակիան այս անգամ կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց այն էլ սեփական երկրպագուների աչքերի առջև։ Այդ հանդիպման երկրորդ խաղակեսը Վարդան Մինասյանի մտքի լավագույն արտացոլումներ դաշտում։ Եվ ինչու ոչ, դա անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն 45 ֆուտբոլային րոպեներն էին։
Այս անգամ մեր ընտրանին նաև զարգացրեց հաջողությունը հոկտեմբերի 7-ին տանը 4-1 հաշվով ջախջախելով նաև Մակեդոնիային։ Սա արդեն եզրափակիչ փուլ դուրս գալու լուրջ հայտ էր, բայց ինչպես պարզ դարձավ, առաջին տեղ գրավել արդեն հնարավոր չէր, եւ մենք Իռլանդիա գնացինք անցումային հանդիպումների ուղեգիր նվաճելու համար։ Թույլ չտվեցին, ճնշեցին դաժանաբար, ինչպես նույն իռլանդացիներին նախորդ ընտրական մրցաշարում։ Նույնիսկ 10 հոգով եւ հաշվի մեջ զիջելով մեր տղաները երկրորդ կեսում գերազանցեցին Իռլանդիային, բայց դա գլոբալ խնդիր լուծելու համար բավական չէր։ Շահումն այս վիճակախաղում կեղծ թվաց։ Մենք հերթական անգամ կարդացինք բոլոր հայերի կոկորտին նստած կրկին փորձիր արտահայտությունը, բայց սա արդեն այն դեպքը չէ, երբ այդ վիճակախաղին մենք այլևս չենք մասնակցի։ Կփորձենք այնքան ժամանակ մինչև շահենք։ Կայուն խաղը, խաղային հստակ ձեռագիրը, որոնց մասին ամեն խաղից հետո խոսում էր Վարդան Մինասյանը, արդեն կան։ Գումարած մենք գիտենք, թե ինչ բան է անարդարությունը։ Ասել է, թե պատրաստ ենք ամեն ինչի։ Եվ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականին արդեն չեն վախեցնում Իտալիա, Դանիա, Չեխիա անունները։ Իրախտեն Հայաստանը պիտի հաղթե մերին ասված մեզի բիոկն է։ Էդուարդ Խալանթարյան, առաջին լրատվական։ Եվ քիչ առաջ հայտնի դարձավ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, լավագույն մարզիչ, թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Մրցանակի արժանացել նաև մեր խմբագրությունը։ Առաջին լրատվականը ճանաչվել է հավաքականի խաղերը լավագույն լուսաբանող։ Նա իհարկե կցանկանար խաղալ իսպանական Լա Լիգայում, բայց Շախտյորում իր ցուցադրած խաղը հույս է ներշնչում, որ մի օր անպայման կհայտնվի եվրոպական ամենաառաջատար ակումբներում։ Հենրիխ Մխիթարյան տարվա ոչ միայն հայկական ֆուտբոլի գերաստղներ։ Սոցիալական ցանցերում ու ինտերնետային քննարկումներում Հենրիխի խաղին անդրադառնում են հիացմունքով, իսկ առհասարակ կյանքում Հենրիխ մարդու մասին խոսում են միայն դրվատանքով։ 22-ամյա երիտասարդի համար կարիերայի լուսավոր ու պայծառ ապագա են տեսնում երկրպագուները, հատկապես ազգային հավաքականի։ Նա իր գրագետ խաղով ու խփած գոլերով հասցրեց գերել նվազագույնը 10 միլիոն հայի։ Նրա երկրպագուների բանակն ամեն օր մեծանում է, բայց իհարկե Հենրիխի հաջողություններով առաջին ուրախացողը նրա մայրն է։ Մխիթարյաններն իրենց ապրումներով ու հույզերով կիսվել են իմ գործընկեր Արթուր Գրիգորյանի հետ։ Հայկական ֆուտբոլի գերաստղը ազատ ժամանակ էլ ապրում է ֆուտբոլով, նաև հեռուստատեսային տարբերակով։ Դա այնտեղ, Դոնեցկում։ Բայց երբ որ գալիս եմ ստեղ, արդեն ֆուտբոլ ծուզում կտրվում։ Ինչ ես նախընտրում։ Հեռուստատեսային աշխարհից հայլուրը։ Չէ, նորություններ է պետք է իմանալ։ 21-րդ դարն է, այս կյանքով ես ապրում չիմաս, ինչա տեղի ունենում աշխարհում։ Տարվա հազվագյուտ օրերից է, երբ Հենրիխ Մխիթարյանը Երևանում է, իր տանը։ Թանկարժեք ժամեր հատկապես նրա մոր համար, որովհետև հորից ժառանգել է ոչ այնքան նրա եռանդուն ապրելակերպը, որքան բնավորությունը, շփվող է, ընկերասեր։ Ամեն անգամ, ասում է տիկին Մարինան, խոստանում է, որ հաջորդ անգամ ավելի երկար ժամանակ կանցկացնի տանը։ Սա Համլետն է Հենրիքի հետ։ Ինքը ընդհանրապես նման է Համլետին շատ, արտաքինով, չնայած մարդիկ ասում են ինձ էլ նմանություն ունի, բայց ես իրան ավելի նմանացնում իր հորը։ Եվ շատ ուրախ եմ դրա համար, որտեղ իրոք ունեցել եմ շատ լավ ամուսին, շատ։ Օհ, Մխիթարյան ռեաբիլիտովался Հենրիխ Մխիթարյան։ Մեր երկրպագուներից շատերը Հենրիխ Մխիթարյանի համար եվրոպական բարձրագույն ակումբային մակարդակի կարիերա են կանխատեսում։ Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, բայց այսօր Մխիթարյանը որպես իսկական պրոֆեսիոնալ իր ակումբի նվիրյալն է։ Հարգում եւ արդարացնում է այն ստորագրությունը, որն ինքը դրել է Շախտյորի հետ պայմանագրի տակ։ Мхитарян! Генрих Мхитарян! В один дотик вирішує долю епізоду і забиває гол красень Генрих Мхитарян. Ճիշտ է, ես կերազեի, որ իմ տղան խաղալ Բարսելոնում, Բարսելոնի պես ակումբում, բայց դե չբանանք, որ Շախտյորն է լավ թիմ։
Դոնեցկյան տրիբունաները պաշտում են նրան, գրեթե մեզպես, բայց մեկ անհաղթահարելի տարբերությամբ։ Այնտեղ պայմանագիրն է գործում, այստեղ արմատն ու հոգին։ Ազգային հավաքականի համազգեստով, ասում է Հենրիխը, խաղադաշտ ենք դուրս գալիս ուժերի 2-300%-ով, որովհետև թիկունքում մի ամբողջ ժողովրդի շնչառություն, սպասում կա ու պարտավորություն ենք զգում արդարացնել դա։ Ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ, որ թե մտածում են պարգև վճարների մասին, այլ մտածում են, որ իրենց մի ամբողջ ազգ է հետևում ու անեն ամեն ինչ, որպեսզի կարողանան ուրախացնել առաջին հերթին այդ ազգին, որտեղ մենք հաղթանակների շատ կարիք ունենք։ Մարզադաշտում լինելով 51,000 երկրպագու, նրանք սկսում են ճանաչել Հայաստանի մշակույթը, ու իմ համար դա շատ հաճելի է, որտեղ մարդիկ կան, որ չգիտեն այդ ինչ է, չգիտեն, որ հնարավոր է Հենրիկ Մխիթարյանը, ասենք, ուղղակի խաղադաշտ է դուրս գալ, իրանց սենց է թվում, բայց իրանք չգիտեն, որ այս խաղադաշտ մտնելով ես առաջին հերթին մտածում եմ, որ խաղամ այնպես, որ իմ հայ ժողովուրդը խոսալու տեղ ունենա։ Մխիթարյանը տան մի փոքր անկյուն կահավորել իր պարգևներով ու մեդալներով, մի մասն էլ մոր տանն է։ Նույն երեկվա դեռնային Արցախում տեղավորվեց այս համաժողովից հետո, պարգևատրեցին մեդալով, շատ շնորհակալ եմ։ Այս տանը դեռ բացակա է այն մեկը, որը Հենրիխի դրսում գտնվելու օրերին որպես տանտիրուհի մաքրի փոշին, թեկուզ սենց պարգևների վրայից։ Այն մեկին ճակատագրով նախասահմանվածին, որին ուզում է սիրել ամբողջ կյանքում, Հենրիխը դեռ չի հանդիպել։ Չեմ տեսել։ Ամեն գալու ասում, այս անգամ գալիս եմ աղջիկ գտնելու, ասում փորձի գտիր, բայց ամեն անգամ չի ստացվում, որտեղ ժամանակը շատ կարճ է։ Ես չեմ խառնում։ Դե հիմա անցել է ժամանակները, որ ծնողը հետ խոսում։ Վաղը ավելի ուժեղ է լինելու մեր հավաքականը։ Հենրիխ Մխիթարյանի վստահությունն է, մեր մեծ հաջողությունը դեռ առջևում է։ Արթուր Գրիգորյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Հայկական ֆուտբոլի համար տպավորիչ բացահայտում էր մեկ այլ ծագողաստղի հայտնությունը։ Յուրա Մովսիսյանն այս մրցաշրջանում իր խփած գոլերով ու խաղային որակներով վերակենդանացրեց մեր ֆուտբոլային հաղթանակի նկատմամբ սասանված հավատը։ Ես խաղում եմ հային ու Հայաստանին հաղթանակ պարգևելու համար։ Այս խոսքը կենսակերպ դարձրած 24-ամյա մեր ֆուտբոլիստին հավատացինք բոլորս։ Հավատացինք, որովհետև համոզվեցինք ու մեր հույսերն արդարացան։ Եռագույնը մեր ձեռքին, բոլորս վազեցինք մարզադաշտ ու բացականչելով Յուրայի անունը, նրան մղեցինք դառնալ հավաքականի ռմբարկու, որի ամեն հարվածի հետ ալիքոծվում էին մեր հույզերը, հույսերն ու սպասելիքները։ Յուրային պարտավորեցնող ամենաառաջին բանն այս հուժկու վանկարկումներն են։ Հայրենիքի դրոշի ներքո ու ազգային հավաքականի մարզաշապիկով դաշտ դուրս գալը չի համեմատի ոչ մի ուրիշ հաճույքի հետ։ Ֆուտբոլիստը միշտ երազում է ազգային հավաքականի շապիկը հագնի։ Բոլորը չեն կարող դա անել։ Դրանից լավ հաճույք, դրանից լավ բան ֆուտբոլիստի համար չկա։ Բազմաթիվ աղջիկների սրտերի տիրակալն ու ֆուտբոլասերների կուրքը ապրում է ֆուտբոլով ու դեպի հակառակորդի դարպասն անվերջ ուղիներ որոնելով, հատկապես իր գոլերով։ Երբեմն դրանք ընդունելով սառնասրտորեն ասես այլ կերպ չէր էլ կարող լինել, երբեմն էլ անզոր լինելով զսպել անսահման ուրախության պորտկումը։ Հայրենիքի դրոշի ներքո հանդես եկող հավաքականի կազմում խփած գոլի պարգևած երջանկությունը, հատկապես այն պահերին, երբ հայ երկրպագուների ոգեշունչ աղմուկն է խլացնում սեփական ու խաղընկերների գոչյունները։ Շատ կարևոր են, շատ հաճելի ամեն գոլը խփելը, բայց էլի մի քանի անգամ զգացել եմ Հայաստանից, որ խաղացել եմ, Հայաստանով որ խաղացել եմ, որ շատ որ տենում եմ ժողովուրդը ոնց են ուրախանում, ինձ են ուրախանում, դա արդեն ուրիշ հաճույք է,
չգիտեմ։ Հենց հայ երկրպագուների հույսերն արդարացնելու ու հայոց եռագույնը բարձր պահելու ձգտումն էր, որ մեր հավաքականի տղաներն անցած մրցաշրջանում նոր խաղաոճ որդեգրեցին։ Այդ նվիրումն ու ոճը դարձան այն հիմքը, որի վրա պիտի կառուցվեր ու ամրանար մեր ազգային թիմի բոլոր վերջին խաղերի ընթացքում հայ երկրպագուների վստահությունը։ Ամբողջ հայկական աշխարհում ձևավորվեր այնպիսի ֆուտբոլային մթնոլորտ, որ այդ մրցաշրջանը դառնար ամենափայլունը անկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության մեջ։ Վերջին 1-1.5 տարում ֆուտբոլասեր դարձան բոլոր հայերը, անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, քաղաքական կողմնորոշումից ու բնակության վայրից։ Ընդամենը 24 տարեկան, բայց հասուն, հմայիչ, լրջախոհ երիտասարդը, որն արդեն փորձառու հարձակվող է, համոզված է, որ սեփական ուժերի նկատմամբ վստահությունից բխող մեր հավաքականի նոր ու հարձակողական խաղաոճը, գնդակը հնարավորինս երկար սեփական թիմի մոտ պահելու, կտրուկ առաջ նետվելու, հատուկ փոխանցումներով հակառակորդի պաշտպանական դիրքերում խառնաշփոթ ստեղծելու ռազմավարությունն էր մեր տղաների հաջողության գրավականը, որը դեռ մեծ հաղթանակներ պիտի բերի Հայաստանին։ Մեր թիմի համար շատ կարևոր էր ճիշտ սկսենք խաղալը հենց առաջի խաղից, հայկական թասիբով, դուխով, ոչ թե ամեն խաղին տարբեր մի բան արեցինք, այլ ամեն խաղին նույն ոճով խաղցանք, արագ ֆուտբոլ խաղցանք, մենք քանի որ մեր ֆուտբոլիստները լավ տեխնիկի ֆուտբոլիստներ են, գնդակ կարանք պահենք, մենք աշխատեցինք, որ իշքան շատ գնդակը մեր մոտ լինի, եկան մենք քիչ կվազենք, հակառակորդը շատ կվազի եւ ավելի շատ գոլային շանսեր կստեղծեն։ Ու այդ շանսերը իրենց հավատով ու ակտիվ երկրպագելով կկրկնապատկեն ֆուտբոլասերները։ ՖԱՖ ակումբի երիտասարդները շաբաթը գոնե 2 անգամ հավաքվում են մշակում ֆուտբոլիստներին ու մյուս մարզասերներին ոգևորելու հատուկ ռազմավարություն, սկսած հայրենասիրական երգերից մինչև գոլի խիստ ու համառ պահանջ։ Խաղից էլ է կախված ինչ վիճակը, եթե ընդեղ նենց վիճակ կորում ենք երկաժամանակը գոլ չկա, կորում ենք գոլ ենք ուզում, գոլ ենք ուզում։ Հայեր ենք, մենք ուժեր ենք, մենք այսօր պիտի հաղթենք։ Ֆուտբոլիստը միշտ ունի երկրպագուների կարիքը, որպեսզի երբեք չմարի հաղթանակի այն հույսը, որով հենց առաջին վայրկյանից մտնում է խաղադաշտ։ Գոլառատ տեսակավ գոլերով ցանկացած խաղի Մովսիսյանը մինչև վերջին վայրկյանը խաղացել է հաղթանակի հույսով ու հավատով եւ յուրաքանչյուր մրցաշրջան դաս է դարձել հաջորդի համար։ Այս անգամ խաղաց ամենակարևոր դասը վերջին խաղին չապավինելն է։ Պետք է հենց սկզբից շատ միավորներ վաստակել ու ամենակարևորը արդարացնել հատկապես մատաղ սերնդի սպասելիքները։ Խոստանում է ազգային հավաքականի կազմում հանուն հաղթանակի անել հնարավոր ու անհնար ամեն ինչ։ Երեխեքի համար միշտ այնց մեկը դառնան, որ իրանք ուրախանան միշտ մեր անունով, մեզնով, որ ուզենան մեզանից, մեր նման դառնան, մեզանից լավը դառնան։ Ռուզաննա Վարդերեսյան, Կարեն Գրիգորյան, Հակոբ Թումանյան, Ռոմիկ Խաչատրյան, առաջին լրատվական։ Եվ ամփոփելով ֆուտբոլային տարին արժանին մատուցենք մեր ոսկե հավաքականի տղաներին, որոնք իրենց անսակարգ նվիրումով նորեջ բացեցին ամենազանգվածային այդ մարզաձևի հայկական ամենահավաքականի տարեգրությունում։ Հավաքականի ամենավետերան Սարգիս Հովսեփյանից մինչև կիսապաշտպանական ու հարձակման օղակների մեր խաղացողներն ու իր փորձառությամբ ու հմտություններով բոլորիս գերած դարպասապահ Բերեզովսկին, բոլորն էլ արժանի են մեր հարգանքին ու ծափողջույններին։ Նրանք կերտեցին ամենակարևորը։ Հայ մարզասերի մեջ ոչ միայն չկոտրեցին հավատը վաղվա հաղթանակի հանդեպ, այլև դարձրին այդ հաղթանակի տերը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 2010-11 թվականների մրցաշրջանի 22 գոլերը առանց մեկնաբանության։
Նորանոր հաղթանակների ակնկալիքով ձեզ հետ Աբրահամ Գասպարյանն էր, բարի նոր ձեզ։